Ողջույն հարգելի խոյեր, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվար ամսին ձեզ մոտ բավականին ակտիվ է 12-րդ տունը։ Դա գաղտնիության տունն է, դա հոգևոր տունն է, դա միայնության տունն է, նաև բանտերի, հիվանդանոցների կամ միայնակ աշխատելու, նաև օտար երկրի տունն է, որտեղ մարդիկ ձգտում են գնալ այնտեղ արտագաղթել իհարկե։ Դա այդ տունը ձեզ մոտ բավականին ակտիվ է։ Որովհետև բավականին մոլորակներ անցնում են արդեն ձկներ նշան, իսկ ձկները ձեզ մոտ արդեն 12-րդ տունն է։ Եվ սկսենք հենց սկզբից, փետրվարի 1-ին տեղի կունենա լիալուսին, ձեր 5-րդ տանը։ Ես այդ մասին անպայման առանձին կխոսեմ, բայց լիալուսինը 5-րդ տանը դա երեխաներին է վերաբերվում, որ կարող է ինչ-որ մի բան բացահայտվի երեխաների վերաբերյալ, նաև սիրո վերաբերյալ կարող են ձեզ սիրո առաջարկություն անել, ինչ-որ մեկի զգացմունքների մասին իմանաք, կամ ի վերջո հասկանաք ուզում եք նոր գործ սկսել, թե ոչ, որովհետև դա նաև բիզնեսի տունն է և միգուցե դուք մտածեք կամ արդեն վերջնական որոշեք կամ ոյցե փաստաթուղթ ստանաք բիզնեսի հետ կապված, որ ձևակերպեք ձեր արդեն գործունեությունը։ Փետրվարի 4-ին Ուրանն է արդեն լինելու ուղղահայաց ձեր 2-րդ տանը, դա նշանակում է գումարների հետ կապված այն ինչ որ կանգեր առել այն ինչ որ առաջ չէր շարժվում, ապա ոնց որ անսպասելի ըստ Ուրանի հանկարծակի մեկ էլ կստանաք կամ ոչ պատասխան կստանաք այնտեղից։ Եթե ինքնագնահատականն եք իջեցրել, հիմա ոնց որ ավելի կբարձրացնեք եւ ոնց որ դուք ինքնդ ձեզ թափ կտաք, թե այսինչ էր կատարվում ինձ հետ, ինչու է թույլ տալիս, օրինակ ինչ որ մեկը ինձ կպներ, վիրավորել եւ այլն նմանատիպ ոչ հարցեր։ Բայց Ուրանով դա անսպասելի, իր անցումը հետադարձ ուղղահայաց բավականին այդպես նաև աշխարհի մասշտաբով մենք բոլորս կնկատենք, որովհետև ինքը թափ է տալիս բոլորին, որտեղ որ նա գտնվում է։ Իսկ ձեր մոտ 2-րդ տունն է, դա հենց ֆինանսի տունն է, եւ ձեր ֆինանսական վիճակը կբարեփոխվի եւ շատ անսպասելի կերպով։ Այն ինչ որ չէիք սպասում, միամիտ մեկ էլ կարող է գալ։ Փետրվարի 6-ին Մերկուրին է փոխում իր նշանը եւ անցնում է ձեր 12-րդ տուն։ Դա նշանակում է, որ ավելի քիչ կսկսեք շփվել մարդկանց հետ, ավելի զուսպ կլինեք։ Ձեր հետաքրքրությունները կարող եք մարդկանցից թաքցնել, նախընտրեք միայնակ մնալ, միայնակ աշխատել, միայնակ զբաղվել ինչ-որ հարցերով։ Ոնց որ տրվեք ձեր մտքերին, ձեր երազանքներին։ Նաև կարող եք սկսել ինչ-որ բաներ հիշել, ընկնեք հիշողությունների գիրկը։ Նաև սա խղճի տունն է եւ կարող է այդ հիշողություններով նաև ոնց որ ձեր խիղճը սկսի տանջել, ինչ որ մի բան հիշեք եւ դրանից ձեր խիղճը սկսի տանջել։ Եվ կարող եք ցանկանալ նաև այդ ժամանակահատվածում ինչ որ մեկի հետ կիսվել, ինչ որ մեկին խոստովանել ձեր մտահոգություններով, կարող եք փնտրել ոչ թե մեկին, հոգեհարազատ մեկին, ում կարող եք վստահել ձեր մտքերը, ձեր կասկածները, որ չեք վախենում, որ նա կարող է այդ ամենը հանել դուրս, կմնա միայն ձեր մեջ։ Դա լավ է, դա ձեզ կթեթևացնի։ Ճիշտ է, խոյերը բավականին սիրում են ցույց տալ իրենց զգացմունքները, բայց այս անգամ համենայն դեպս այս շրջանում, այս մեկ ամսվա ընթացքում ավելի քիչ ցանկանաք ցույց տալ ձեր զգացմունքները, ավելի քիչ կարտահայտեք ձեր զգացմունքները եւ միգուցե նաեւ ձեզ տպավորություն լինի, որ ձեզ ուղղակի չեն կարողանում հասկանալ, դուք ինչ ասում եք չեն կարողանում հասկանալ։ Հնարավոր է նաեւ այս շրջանում ցանկանաք գիրք կարդալ, բայց ոչ ոքին չասել, որ դուք նման բան եք անում, զբաղվեք ոչ թե գիտական հետազոտություններով, բայց ուղղակի պահում եք ձեր ներսում։ Նաեւ դա կարող է լինել գաղտնի բանակցություններ, գաղտնի հանդիպումներ, նամակներ, նաև անօրինական նամակագրություն, նաև սիրավեպ, որ եւս թաքուն խոսեք ինչ որ մեկի հետ եւ ոչ ոքին չասեք, սիրային նամակագրության մեջ լինեք, հանդիպումներ ունենաք սիրային, կցանկանաք մեդիտացիա անել, զբաղվել, նաև ինչու՞ չէ, տարոներով, աստղաբանությամբ, ձեզ շատ կհետաքրքրի ձեր կյանքը, որովհետեւ ինչ որ կուսումնասիրեք ձեզ, խորը տուն է դա եւ մարդը ընկնում է այդպես մելամաղձոտության մեջ եւ իրեն ամեն ինչ հետաքրքրում է այս կյանքում։ Բայց նաեւ այստեղ նաեւ 12-րդ տունը նշանակում է հիվանդանոցներ, որտեղ որ կարող եք այցելել,
ինչ-որ գործողություններ կատարել, այնտեղ կարող է փաստաթուղթ եք վերցնում, փաստաթուղթ եք տանում, տալիս, անհրաժեշտ կարող է լինել դա։ Եվ ընդամենը մի քանի օր հետո, փետրվարի 10-ին Վեներան է կրկին մտնում ձեր 12-րդ տուն, դա առավել եւս ցույց է տալիս, որ դուք կարող եք ունենալ թոքուն սիրավեպ, թոքուն սեր ձեր ներսում, միգուցե ոչ ոքին չասեք։ Կարող եք պարզապես ցանկանալ մեկուսանալ, գնալ որևէ գեղեցիկ վայր, այնտեղ վայելել այդ պահը, բոլորից առանձնանալ։ Հնարավոր է նաև ունենաք թաքուն եկամուտներ, թաքուն գործողություններ անեք, գումար ստանաք, որևիցե հովանավոր կարող եք գտնել, որը եւս էլի կարող եք գաղտնի պահել, միգուցե ինչ-որ կին է եւ չեք կարող ասել, օրինակ, եթե ամուսնացած եք տղամարդ եք, չեք կարող ասել ձեր կնոջը, որ ինչ-որ մի կին է ձեզ օգնում, դա եւս կարող է այդպես լինել։ Նաեւ գաղտնի ամուսնությունները այստեղ կարող են լինել, մեկ այլ երկրում կարող եք գտնվել եւ իհարկե մոռացա նշեմ, ամսի 6-ին, երբ որ Մերկուրին է լինում այդտեղ, հավանականությունը շատ մեծ է, որ որևէ փաստաթուղթ ստանաք օտար երկրի հետ կապված, որևիցե գործողություններ կարող եք անել օտար երկրի հետ կապված այդ փաստաթղթային հարցերը, նաև պատասխաններ կարող եք ստանալ։ Եթե ուզում եք կրկին անգամ դիմել որևէ պետական հիմնարկություն, հա, հենց կոնկրետ վերաբերվում է դա օտար երկրներին, ապա լավ կլինի սպասեք, եթե կրկին անգամ եք դիմելու։ Սպասեք, երբ որ Մերկուրին կլինի հետադարձ, որովհետև Մերկուրին հետադարձ է լինելու փետրվարի 26-ին։ Այդ դեպքում կրկին անգամ ձեզ համար դա շատ իդեալական է։ Եթե ոչ, ապա հիմա կարող եք դիմել։ Կամ հիմա դուք կարող եք ստանալ պատասխանները։ Եվ փետրվարի 14-ին Սատուրնը փոխում իր նշանը, անցնում է Խոյ նշան, մենք այդ մասին անպայման առանձին կխոսենք։ Դա ձեր նշանը տեղափոխվում եւ 30 տարի կմնա ձեր նշանում։ Հիշեք, թե 30 տարի առաջ, եթե մեծ եք, ինչ է կատարվել ձեզ հետ, նման որևիցե իրադարձություններ կարող են կատարվել ձեր կյանքում, դե Սատուրնը ընդհանրապես սահմանափակումներ է մտցնում մարդու կյանքում, բայց նաև կարևորը նաև, որ մարդուն նիհարեցնում է ամենակարևորը, որովհետև սահմանափակում է եւ նաև իր գիրանալու այդ process-ը, այնպես որ դա ձեզ համար լավ է, բայց մյուս կողմից, այո, սահմանափակումներ է դնում ձեզ վրա ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի հարց լուծելու համար։ Մենք այդ մասին անպայման առանձին կխոսենք։ Փետրվարի 17-ին տեղի կունենա Խավարում, ջրհոս նշանում, ձեր 11-րդ տանն է դա։ Ձեր ընկերների հետ է կապված, ոչ ինչ-որ մի բան կբացահայտի այս խավարումը, մենք անպայման կխոսենք խավարման մասին, որովհետև դա շատ կարևոր է, կփորձեմ 2-3 օր առաջ տեղադրել անպայման տեսանյութը, դուք կարող եք նայել։ Սա որևիցե արդյունքներ են, հիշեք 18.5 տարի առաջ ինչ է եղել, չնայած որ նախորդը ջրհոսում եղավ 2018 թվականին, դա կարող եք հիշել, թե այն ժամանակ ինչ է եղել, միգուցե դրա ավարտն է, կամ այն ժամանակ ինչ-որ մի բան է ավարտվել եւ հիմա ինչ-որ մի բանի սկիզբ է ձեզ համար։ Կարող է ցանկանում եք սոցհարթակով որևէ գործողություններ անել, ինչ-որ գործունեություն ծավալել, օրինակ առևտուր անել, եւ սա շատ լավ արդյունքներ են, որ եթե դուք սպասում եք, եւ ովքեր որ ցանկանում են երրորդ անգամ ամուսնանալ, ապա այդ հնարավորությունը եւս կունենաք։ Փետրվարի 18-ին որևէ ճակատագրական մի շատ հետաքրքիր մի բան տեղի կունենա ձեր կյանքում, կամ ժառանգություն կարող եք ստանալ ոմանք, կամ մեծ գումար կարող եք ստանալ, կամ դրսից որևէ մեծ գումար կարող եք ստանալ, նաև նոր սեր է դա։ Նոր սեր, որը դեռևս կարող եք թաքուն պահել, հետո նոր կբացահայտեք։ Որևէ շատ կարևոր մի բան է տեղ ունենալու ձեզ համար։ Եվ ամսի 20-ին մենք շատ կարևոր միացում ունենք։ Փետրվարի 20-ին Սատուրնը միանում Նեպտունին, ձեր նշանում, սա երկու գիգանտ, երկու հզոր ավելի շուտ մոլորակներ են, որոնք որ միանում են իրար ձեր նշանում եւ թարմացնում են ձեր կյանքը։ Այդ մասին առանձին տեսանյութ կանեմ, որովհետեւ ինքը շատ կարևոր է եւ պետք չի այսպես ուղակի թռուցիկ որևէ տեղեկություններ ասել ձեզ։ Դա շատ կարևոր միացում է մեզ համար, երկու այստեղ Նեպտունը սիրում է ամեն ինչը հավասարացնել 0-ի, իսկ Սատուրնը կարգավորել դա։ Այնպես որ ժամանակն է եկել ինչ-որ մի բանը 0-ից սկսելու համար։ Դրա համար սկսեք ձեր կյանքը, անձամբ հենց ձեր նշանումը, ինչ-որ մի բան է փոխվելու ձեր մոտ։ Շատ կարևոր։ Խոսենք այդ մասին։ Փետրվարի 26-ին Մերկուրին է հետադարձ լինելու, մենք այդ մասին եւս կխոսենք, պարզապես նշեմ, որ լինելու է հետադարձ եւս էլի ձեր 12-րդ տանը։ Դրա համար եմ ասում, եթե դուք որևէ հարցեր ունեք,
ուզում եք մեկնել օտար երկիր, օրինակ, այդ ժամանակահատվածում այստեղ փետրվարի 27-ից մինչև չեմ նշել, փետրվարի 26-ից։ Լավ, այն ժամանակ կասեմ, հիմա ժամանակ չկորցնեմ դրա վրա, որ եւս էլի մեկ տեսանյութ էլ հասցնեմ անել։ Համենայն դեպս 26-ից է սկսում, եւ եթե օրինակ ունեք օտար երկրում գործեր, որոնք որ եւս մեկ անգամ էլ եք ուզում անել, ապա շատ լավ կլինի սպասեք, այդ ժամանակ նոր արեք։ Եթե առաջին անգամ եք անում, ապա հիմա պետք է անեք, որովհետեւ հետո կձգձգվի։ Եվ եթե ինչ-որ պատասխանների եք սպասում, որից է օտար երկրի հետ կապված, որից է փաստաթուղթ, որից է պատասխան, որից է կարևոր մի թուղթ, ապա դա արդեն կարող է ձգձգվել։ Այնպիսի գործեր հիմա պետք է անեք, որը չեք սպասում, որ մեկ ամսվա ընթացքում պատասխան կտան, որովհետեւ դա կարող է ձգվել։ Եվ եթե գնալու եք օտար երկիր ուղղակի հանգստանալու նպատակով, ապա եւս այդ ժամանակահատվածում ուշադիր եղեք ձեր տոմսերին, որպեսզի չմոռանաք, ճիշտ ժամանակին տեղ հասեք, որովհետեւ Մերկուրին դա է, հատկապես սա նշանակում է հենց մեկնել օտար երկիր, եւ կարող է հենց վերսկսեք ինչ-որ մեկի հետ թաքուն զրույցը, ինչ-որ մի բան, որը նախկինում էիք արել, նորից կարող եք վերսկսել հիմա անել։ Եվ իհարկե ներողություն եմ խնդրում, մոռացել եմ մեկ նշանակություն էլ ասել, անցել եմ այդ նշանակությունը, հասել եմ արդեն վերջ եւ զարմացա, որ դեռ չեմ ասել։ Փետրվարի 18-ին արևը մտնում է ձկներ նշան, եւ շատերն են ասում, որ յուրաքանչյուր կենդանակերպ սկսվում է ամսի 20-ից մինչեւ 20-ը, եւ մենք հիմա ականատես ենք լինում, որ փետրվարի 18-ին արևն արդեն մտնում է ձկներ նշան, եւ դա լինելու է եւս ձեր 12-րդ տանը։ Դա նշանակում է, որ եւս էլի կցանկանաք էլի միայնակ մնալ։ Այս ամիսը մի տեսակ խորելու ժամանակն է ձեզ համար։ Շատ կմտածեք, շատ կառանձնանաք, կմեկուսանաք մարդկանցից, կքաշվեք մարդկանցից, մի կողմ կնստեք, ինչ որ միայնակ մնաք եւ ինչ որ գործեր անեք, առանձին, բոլորից առանձին, թաքուն։ Ոմանք նաեւ կարող են զբաղվել բարեգործությամբ այս ընթացքում։ Միայն պետք է ուշադիր լինեք, որովհետև այս ընթացքում շատերն են մտնում որևէ աղանդների մեջ եւ այնտեղ արդեն բավականին երկար ժամանակ կարող եք մնալ։ Շատ լավ է ստեղծագործելու համար, եթե ստեղծագործում եք, ապա շատ լավ է, ոչ թե գիտական հետազոտության համար եւս էլի շատ լավ է, որ դուք մնաք միայնակ։ Եվ եթե որևէ կանխարգելիչ բուժում եք կատարում, նաեւ որևէ պլանային վիրահատություններ, ապա կարող եք անել այդ ժամանակահատվածում։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներայի հետ ձեր 12-րդ տանը։ Այս ժամանակը շատ լավ է քննություններ հանձնելու համար, դիպլոմային պաշտպանելու համար, միգուցե այսքան ժամանակ մի կողմ եք գնացել եւ պարապում եք ձեր դիպլոմի համար եք պարապում։ Հանգստի համար է շատ լավ, որից է ուսումնական ուղևորության համար է շատ լավ, զբոսանքների, գործնական գործուղման համար է իհարկե շատ լավ, նշանադրություններ, հարսանիք, տոնակատարություններ, գնացեք մի փոքր շատ մարդկանց երես տեսեք, նաև բուժման համար է շատ լավ, ձեր եթե առողջության հետ կապված խնդիրներ կան, ապա այդ ժամանակահատվածում կարող եք բուժել։ Նաև ընտանեկան որևէ երեկոների մասնակցեք, միգուցե շատ լինեն այդ ժամանակահատվածում, կարող է այդ վերջին շաբաթվա ընթացքում բավականին շատ լինեն եւ պետք է մասնակցեք։ Դա նաև լավ է, որ գնաք ցուցահանդես, թատրոն, կինոթատրոն, ոչ թե մշակութային վայրեր, նաև մասնակցեք սոցիալական միջոցառումների։ Եվ իհարկե կրկին էլի կասեմ, որ սա թաքուն շփում է, որովհետև Վեներան դա սերն է, Մերկուրին դա շփումը, խոսակցությունը, հնարավոր է նաև այդպես թաքուն շփում ինչ-որ մեկի հետ, նոր սիրավեպ, նաև դա կարող է լինել գաղտնի փաստաթղթերի ձևակերպում, գաղտնի ֆինանսական ոչ փաստաթղթերի ձևակերպում, միգուցե հարկայինից հեռու, միգուցե մարկանցից հեռու։ Ուղղակի պետք է ուշադիր լինել, արևն էլ է այդտեղ եւ արևը ամեն ինչ լուսավորում է, բացահայտում է, դրա համար պետք է շատ զգույշ լինեք այդ ժամանակահատվածում, որպեսզի ոչինչ չբացահայտվի։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաջողություն եմ մաղթում ամբողջ փետրվար ամսվա համար, որովհետև փետրվարի 17-ին սկսվում է կրակի ձիու տարին եւ նոր տարի է սկսվում եւ ես եթե զբաղված չլինեմ անպայման ես առանձին տեսանյութ կանեմ հենց այդ թեմայի վերաբերյալ, որ ինչպես պետք է սկսեք այն, որովհետև շատ կարևոր է, որ եթե այդքան ձգտում եք ամեն ինչը լինի այնպես, ինչպես որ հարիր էր այս տարին, ամանորի սեղանը եւ այլն ամեն ինչը
գրայքի ձիու համար, այ հիմա պետք է դուք ամեն ինչ անեք, որպեսզի գրայքի ձին ձեզ տա այն ինչ որ դուք ցանկանում եք, ոչ թե հունվարի 1-ին։ Այսքան էլ լավ եղեք։